ոնց են անում մի վարգան եղբայր, մի վարգան так, սենց երևի թե սենց բարև ձեզ ձայնս լավ լսվում է, պարոն Հակոբյան լսվում է, բարերեք Պարսեն ջան բարև ձեզ նախ առաջինը եկեք խոսենք իրականությունից, թե ոնց տեղի ունեցավ, որ մենք այսօր եթեր ենք ունենում։ Մենք մեր մոտ խոսում ենք մենակ այն ինչ որ տեղի ունեցել։ Պարոն Հակոբյանը լինելով Եվրոպարլամենտի եւ Բելգիայի կողմից падգամավոր ունենալով կուսակցություն, ինչքան հասկացա կուսակցություն է ղեկավարում, նա թե կուսակցության մեջ է, հեսա ձեզ խոսք դանք ասեք։ Փորձեց իմ հետ կապ հաստատել դա նրա մոտ ստացվեց Եվ ինքը ուղղակի խոսք ունի փոխանցելու հայ ժողովրդին, հայաստանյան եւ ոչ մենակ հայաստանյան, թե ինչպիսի պայքար է ինքը տանում Եվրոպայում, Եվրոմիության հետ պարլամենտում եւ ընդհանրապես ինչպիսի տեսլական ունի, ինչ ուղերձ ունի անելու մեր ժողովրդին։ Հիմա կփորձեք մի փոքր ասեք դուք ով եք, ինչ պաշտոն ունեք կամ ինչ դիրք ունեք եւ ինչու մասին եք ուզում այսօր խոսեք։ Նախ շնորհակալություն Արսեն ջան հրավերքի համար։ Ես Պապ Հակոբյանն եմ, քաղաքական գործիչ Բելգիայում եւ ժողովրդավարական կուսակցության նախագահ Բելգիայում։ Լավ լսվում է իմ ձայնը։ Շատ լավ է, գերազանց։ Շատ լավ։ Որպես քաղաքական գործիչ Եվրոպայում, Բելգիայում ակտիվ Նաև ես ինքս չեմ մոռանում, որ ես ինքս հայ եմ եւ փորձում եմ ամեն քայլ անել մեր հայերի շահերը պաշտպանել Բելգիայում եւ ամբողջ Եվրոպայում։ Հասկանալի է։ Տեսեք, մեր նախնական ունեցած զրույցի ժամանակ ես հասկացա, որ դուք ուզում եք ուշադրություն դարձվի Ինչպիսի աջակցություն է արել Եվրոմիությունը Հայաստանին այս հետ պատերազմյան շրջանում եւ ուր է ուղղորդվել այդ փողերը։ Այ կուզենայի հենց մեր հաղորդման սկզբից, քանի լույսերս չեմ մարել, քանի իմ էջը չեմ բլոկավորվել, այ հենց առաջինը կարևոր է հարցից խոսենք։ Եվրոպարլամենտը ինչքան որ ես հասկացա 2024 թվականին 350 միլիոն եվրոյա ուղղորդել դեպի Հայաստանի կառավարություն, Հայաստան պետությանը միջև 26 թվականը, որբիսի ինչ անի, այ խոսեք մի քիչ մանրամասը դրա մասին։ Հիմա մանրամասնեմ, թե Եվրոպական խորհրդարանը ինչքան գումար է գնացել դեպի Հայաստան։ Հուլիսի 14-ին 2025 թվականին Եվրոպական խորհրդարանում Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, կոմիսիայի նախագահն եւ Անտոնիո Կոստան եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Այդ որոշում կայացրեցին, որ 2024 թվականից մինչև 2027 թվական 270 միլիոն եվրո պետք է գնա Հայաստան որպես օգնություն։ Եվ 2025 թվականին սեպտեմբերի 22-ին նորից խորհրդարանի նիստի ժամանակ հաստատվեց, որ եւս 200 միլիոն եվրո ավել պետք է ուղարկվի Հայաստան որպես աջակցություն։ Որից 15 միլիոնը աջակցություն էր անվտանգության եւ հիբրիդային մի րոպե, ես տեղի մոտ ամեն ինչ նշել եմ, ավելի ճիշտ պետական սայթերից սա 15 միլիոնը պետք է գնար անվտանգության եւ հիբրիդային սպառնալիքների դեմ դիմակայության համար 70 միլիոն եվրոն պետք է գնար մարդասիրական օգնություն Հայաստան մեր Արցախից տեղահանված հայրենակիցների համար օրինակ ընդունելություն եւ սոցիալական ինտեգրացիայի համար այդ 70 միլիոնը պետք է ծառայեր 2024 թվականին եւ 2026 թվականին մոտավոր 30 միլիոն եվրոպական հանձնաժողովը տրամադրել է Հայաստանին գնել ոչ մահացու ռազմական աջակցություն 2020-ից մինչև 26 թվական 40 միլիոն եվրո նորից մարդասիրական օգնություն, որ զարգանա
Ես իմ մոտ այս ամեն ինչը գրած է հոլանդերեն, ես միանգամից թարգմանում եմ հայերեն, որտեղ է կասում։ Ուսման համար բժշկական օգնություն, առողջապահության եւ փսիխոլոգիական աջակցություն եւ սնունդ, դա Արցախից տեղահանվածներին։ Մոտ 135 միլիոն եվրո 2026 թվականի մարտի 19-ին 135 միլիոն եվրո գնացել է դեպի Հայաստան, ինչ որ այդ 135 միլիոն եվրոից ինչ որ մի մասը 15 միլիոնը դա եղել է օգնություն Եվրոպայից եւ առանձին դրան Գերմանիայի կողմից այդ 135 միլիոնից ինչ որ մի մասը տրվել է որպես անվերադարձ, որպես օգնություն եւ ինչ որ մի մասը որպես վարկի դիմաց։ Եվ թվականություններ ուսումնասիրելով Բելգիայի, քանի որ Բելգիան դա համար առաջին կարևոր պետությունն է Եվրոպայում եւ ամբողջ ֆինանսական եւ ամբողջ որոշումները կայացվում են Բելգիայում, Եվրոպական հանձնաժողովում, ուսումնասիրելով այդ ամեն ինչը, պարզվում է, որ մինչեւ այսօր միայն օգնություն Եվրոպական խորհրդարանից 470 միլիոն եվրո գնացել է դեպի Հայաստան։ Եվ հաշվելով նաև վարկերը, կրեդիտները, որ Եվրոպան տրամադրել է Հայաստանին, մենք խոսում ենք մոտ 600-ից 700 միլիոն եվրո եւ եւս ավելի։ Եվ հիմնավորված պատճառները, թե ինչի համար է Եվրոպայից ուղարկվել այսքան գումարները, նա առաջինը քաղաքական աջակցություն, արդարադատության համար, կոռուպցիայի դեմ պայքարի համար եւ ժողովրդավարական ինստիտուտների համար։ Դա առաջինը։ Երկրորդը գումարները փոխանցվել է Հայաստան մեր Արցախից տեղահանված հայրենակիցների համար, որը պետք է կառավարությունը հոգար բնակարանի հարցը, բժշկական օգնություն, սնունդ եւ սոցիալական ինտեգրացիա։ Եվ երրորդը Եվրոպան ինքը ուզում է, որ Հայաստանը ունենա քիչ կախում Ռուսաստանի հետ։ Դրա համար ավելի նոր գումար ուղարկել է էներգիայի համար, տնտեսության, անվտանգության եւ ենթակառուցման համար։ Ճիշտ է, օբշի այնտեղ 700 միլիոնի մասին դու խոսացիր, հա։ Այո, առանց վարկերի մենք խոսում ենք 470 միլիոն, որ դա անվերադարձ է։ Ապրի Եվրոպան, որ մեզ օգնում է։ Շատ ապրի։ Ով է մոնիթորինգ անում, թե օրինակ տեսեք, այդ ձեր ասածների հետ կապված արցախցիները ով է մոնիթորինգ անում, թե այդ գումարից ոնց է արցախցիներին գնացել այդ գումարը։ Ծախսվել է արդյոք այդ ամբողջական գումարը արցախցիներին աջակցելու, այդ ձեր ասած հիվանդանոցներին, փսիխոլոգիչի, այդ ոնց ասեցիք, ով է մոնիթորինգ անում, ով է, թե Հայաստանից հաշվետվությունը ուղարկում են, ուղղակի բյուրոկրատական, sense մի հատ ինչ-որ բան է, ուղարկում են, sense ինչ-որ թվեր, ինչ-որ անուններ, դուք էլ այնտեղ ծապ եք տալիս, պեչատը խփում եք, ասում եք ապրեք, թե այդեն չի։ Ոնց է տեղի ունենում այդ ամենը։ Բնականաբար, եթե գումարը գնում է Եվրոպայից, Եվրոպական խորհրդարանը եւ հանձնաժողովը ժամանակար հետո պահանջում է փաստաթղթեր, ապացույցներ, թե իրոք գումարը ծառայել է, ինչի համար հատկացվել է, թե ոչ։ Այդ ժամանակ կան օրինակ ուսման համար, դպրոցները կառուցելու համար, կամ սոցիալական ինտեգրացիայի համար կան օրինակ նախարարներ, որոնք են օրինակ կան տարբեր նախարարներ, հիմա անունները չթվարկեմ, ժամանակ առ ժամանակ Հայաստանը պետք է ներկայացնի, թե այսքան գումարները ուր տեղածախսվել եւ արվել է այդ ամեն ինչը, թե ոչ։ Դե բնականաբար։ Տեսեք, մեր հայաստանյան իշխանությունները իրանք կարան շատ սիրուն ձեզ ուղարկեն այն ամեն ինչը, ինչ որ պետք է, որ դուք ասեք, այո, բրավո, դուք ծախսել եք շատ ճիշտ բան։ Դուք հագարակ կողմից, օրինակ ընդդիմադիր հատվածից ունեք ինչ-որ մեկ կամ ինչ-որ կազմակերպություն, որը կգնա այդ գումարների հետևից ու արտար կլինի։ Սենց ասած իշխանությունները պարզա, որ այսօր Եվրոպայի հետ շատ լավ մեր հարաբերությունների մեջ են, սենց ասած ի հաշիվ Ռուսաստանի հետ
հարաբերությունների խզման ինչ որ բաների առաջ դաժե Եվրոպան կարա աշկ տագի, բայց ես ձեզ ուղղակի հարց եմ տալիս։ Կոնկրետ Արցախահայության պահով, տեսեք ասում եմ ձեզ, որպես հայազգի ներկայացուցիչ, կոնկրետ Արցախահայության պահով ես ձեզ խնդրում եմ սևեռեք ձեր ուշադրությունը, թե այդ գումարները ինչքան են նպատակային ծախսվում, որտեղ Արցախահայության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում ահա որը ես ձեզ ասում եմ, ես տաները գնում եմ, իրանց հետ հանդիպում եմ անձամբ, որոշակի աջակցություններ են անում, բայց մենք ով ենք անհատներս, որ կարողանանք այդ ահա որը մարդկանց այդ սոցիալական այդ վճարները, որ իրանք կվարձիրեկի համար վճարում են, սա ամեն ինչ վերացվում է, չկա ոչ մի բան։ Այդ գումարները ահռելի գումարի մասին եք դուք խոսում, 400 քանի միլիոն եվրո, դրանով կարելի է, չգիտեմ, այս Արցախահայությանը որոշակի դաժե 1/4-ով ուղղակի շոկոլադի մեջ պահել։ Տներեք իմ ես մարամ, իմ մոտ դենց է, էլի, իմ մոտ տնական է խոսակցությունը, պարոն Հակոբյան։ Իմ մոտ չկա օֆիցիալնի, սենց ինչ-որ ձեզ էլ եմ խնդրում, ինչքան կարաք բաց եւ սենց տնական, էլի, դու մեր եղբայրն ես Եվրոպայից, ու ես շատ ուրախ եմ, որ դու կաս այդտեղ, շատ։ Երազանց վիճակ է։ Ձեր հետ խոսելու, ասենք, ձեր հետ պետք է լինի, մի հատ զանգեմ, ասեմ, էս ինչ բանը, Հակոբյան ջան, սենց է, մի հատ ճշտեք, ոնց է դա տեղի ունենում։ Տեսեք, լավ, մի քիչ այդ կողք գնամ, հետո կպատասխանեք այդ իմ առաջին հարցին։ Մի հատ փոքր հարց է, սենց կողքից դնեմ։ Ձեր ասած այդ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Ասենք, դուք ոնց եք գտնում։ Իրանք ամեն ինչ կարան դրա տակ գրեն։ Ամեն ինչ, ինչ ձեր մտքով կանցնի։ Այդ աջակցությունը մենք հասարակ քաղաքացիներս չենք տեսնում, Հակոբյան ջան։ Չենք տեսնում, տեսեք, ես այն ընդդիմադիրներից եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ լավ բան անի, ես դրա մասին կասեմ անպայման, չեմ կաշխանդվի մի վայրկյան, բայց այն, որ դուք տալիս եք մի կառավարության գումար, ինչ-որ Հայաստանին աջակցություն, ինչ աջակցության մասին է խոսքը, մենք չիմանանք, դու այդ գումարը որ ծախսվա вообще։ Բնականաբար, քանի որ գումարները դուրս է գալի Եվրոպայից, եվրոպական բոլոր ազգային ժողովներում քվեարկություն է լինում անգամ Եվրոպական ազգային ժողովում եւ տարածվում է թե ինչքան գումար է տրամադրվել Հայաստանին աջակցելու համար եւ Եվրոպական խորհրդարանին եւ հանձնաժողովին։ Բնականաբար Բելգիայից ներքին ազգային ժողովում լինում է խոսակցություն, որ այսքան գումար մենք տալիս ենք Եվրոպական խորհրդարանին եւ արդեն պատասխանատվությունը կրում է Եվրոպական խորհրդարանը, որ հաշվեհարդար ունենա ստեղի ազգային ժողովի հետ եւ ցույց տա թե ուր տեղա գնացել Եվրոպայից գումարները։ Օրինակ բերեմ, եթե այն ժամանակ երբ որ Ուկրաինան մինչեւ այսօր Ուկրաինայում պատերազմ էր, միլիոնավոր եվրոներ Եվրոպայից ուղարկվեց Ուկրաինա։ Եվ դա բոլորը ասեցին լուրերով, ամեն ինչով, որ այսինչ գումար գնացել է Ուկրաինա եւ անգամ Ուկրաինայում էլ հայտարարեցին։ Ես հուսով եմ եւ վստահ չեմ, բայց հուսով եմ նորմալով պետք է նաեւ Հայաստանում ասի, որ Եվրոպան տվել է այսքան աջակցություն եւ այդ աջակցությունները ինչի համար պետք է լինի, օրինակ սոցիալական ինտեգրացիայի համար, պայքար կոռուպցիայի դեմ, ես ինքս չեմ կարողանում բոլորը շատ հետեւել, բայց այդտեղ ինչ որ նշված է, անգամ նշված է Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի պաշտոնական էջում։ Իսկ կարծում եմ, որ Հայաստանի պաշտոնական էջում էլ հուսով եմ պետք է նշված լինի, որ այսքան գումար սա լավ է, Հակոբյան ջան, ընդիր է էջերում։ Նայում ես աշկերտ, ասում ես, «Էս ինչ երկրում եմ ես ապրում»։ Ես չգիտեմ, մենք Հայաստանի էջերում է ձեր ասած Եվրոպայից լավ ենք ապրում։ Բայց երբ որ դուս ես գալիս իրականություն, դու այդ լրիվ հակառակ պատկերն ես տեսնում։ Օրինակ ես մի հատ հարց ձեզ տամ։ Մի քիչ ես գիտեմ, որ դուք այդքան շատ չեք հետևում ներքին մեր քաղաքական կյանքի հետ, բայց ոնց է չլինի, զեկույցներ կան Եվրոպարլամենտին մարդու իրավունքների եւ մնացած հարցերի շուրջ։ Դուք հետևել եք Հայաստանի Հանրապետությունում, ըստ ձեզ կան քաղբանդարգյալներ, որ իրենց քաղաքական հայացքների համար այսօր կալանավորված են եւ տնային կալանքներով թե բերքերում նստած են։ Ուղղակի դուք այդպես մոնիտորինգ անում եք թե ոչ, թե Եվրոպան այսօր աշկը փագի, կներեք իմ ամիջականության համար, աշկը փագի, լիժբը թե Հայաստանը Ռուսաստանից անջատվի։ Ոչ, բնականաբար ոչ, Եվրոպան հաշ չի փակի, անգամ ստեղի խորհրդարանում մյուս падգամավորներ, որի հետ խոսում ենք, անգամ մասնակից են եղել, երեք եղել էր
հիշատակ մեր 1915 թվականի հատակներին, Եղեռնին, կային նաև падգամավորներ, որոնք հարգանքի տուր մատուցելով եկան Խաչքարի մոտ, ունեցան խոսք, եւ падգամավորներն էլ բոլորն էլ ասում են, որ ամեն ինչից տեղյակ են։ Մենք Եվրոպան հաստատ աչք չի փակում եւ ոչ շատ ժամանակ առաջ Եվրոպայի Եվրոպական խորհրդարանից եղել են падգամավորներ, որոնք եկել են Հայաստան։ Ես հուսով եմ դուք դա տեսել եք։ Ինչ որ ժամանակ Հա, բայց ես հայտարարություն չեմ տեսել, օրինակ ես կոնկրետ կարամ անուններ նշեմ, որ իրենց հայտարարությունների համար են, որ այսօր կալանավորված են։ Ես ուղղակի չեմ միջամտում մինչև քննությունը վերջանա, դատարանը որոշում կայացնի, որովհետև ես հարգում եմ այդ ինստիտուտները, դատարանները եւ մնացած գործողությունները, բայց դուք պատկերացնում եք, ասենք մարդը որոշակի ժամանակ ձերբակալված կամ կալանավորված է լինում, վերջում դուրս է գալիս, որ այդ մարդը մեղավոր չէր։ Դե հասկացեք ինչու մասին է խոսքը։ Մինչև այդ ակտիվ գործունեություն ծավալողը, ես կխնդրեմ ձեր անունից Եվրոմիությանը շատ ուշադիր լինեն հայաստանյան քաղաքական դաշտի հետ կապված, ամեն դեպքում ուշադրություն դարձրեք, որ ամեն մարդ չի, որ օրինակ ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ եւ կապված ոչ մի բան չունեմ Ռուսաստանի հետ, որ խոսում եմ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա իրանք կարան ամբողջովին կապեն ինձ, ասեն, այ տեսեք ինքն էլ է Ռուսաստանին ինչ որ ձևով ծառայում, արեք իրան էլ սենց բան անենք, անցնի գնա։ Հասկանում եք, չէ՞ ինչու մասին է խոսքը։ Ուշադիր եղեք, ամեն մեկը չի, որ Ռուսաստանի համար գործ է անում Հայաստանում եւ ձերբակալված կամ կալանավորված կամ բռնաճնշումների է ենթարկվում իշխանությունների կողմից։ Անպայման չի, մենք Հայաստանը սիրելով ձեզանից ոչ պակաս եւ մեր հայրենիքը սիրելով չենք ուզում թույլ տանք, որովհետեւ մեր հայրենիքում այլ երկրների օրակարգ ձևավորվի։ Մենք ուզում ենք հայկական օրակարգ ձևավորվի։ Ես ուղղակի ձեզ հիմա մի հատ հարց եմ տալու։ Հնարավոր է, որ դուք առաջարկով հանդես գաք Եվրոպարլամենտին կամ Բելգիայի պարլամենտին, որովհետեւ ստեղծվի ինչ-որ խումբ, անկախ խումբ, որը կժամանի Հայաստան եւ ուղղակի այդ մոնիտորինգ անի տեղում, թե ինչա տեղի ունենում փողոցային ակցիաների ժամանակ, ընդհանրապես вообще ինչպիսի լարվածություն կա մարդու հայացքների համար։ Հետագայում ունենք կապեր նաև ինչպես նշեցի այստեղի падգամավորների հետ, ովքեր նաև շատ լավ հետաքրքրված են Հայաստանի քաղաքականությամբ, ովքեր իրանք Եվրոպական ազգային ժողովի անդամ չեն, բայց Եվրոպական ներողություն, Բելգիայի ազգային ժողովի падգամավորներ են։ Նաև իրանք շատ հետաքրքրված են Հայաստանի քաղաքականությամբ հետ, ինչ որ կախված է, եւ սպասում ենք շուտով, չեմ կարող ասել որ ժամանակը եւ падգամավորների անունները, որովհետեւ դրանք պետական գաղտնիքներ են, չեմ կարող բոլորը բացել, շուտով կունենանք մեր падգամավորներից, ովքեր կգան Հայաստան, կտեսնեն եւ Տեսեք, շնորհակալություն ամիջական պատասխանի համար, այստեղ իմ մոտ արցախցիներ Արցախահայությունը ներկևում գրում են, պարոն Հակոբյանին հարցրեք ինչ չկա, դες մեխանիզմ, որովհետեւ ցուցակներով կամ բաներով ամիջական գումարը Եվրոպայի կողմից կամ եվրոպական ինչ-որ կազմակերպությունների կողմից ամիջական դուք փոխանցեք իրանց այդ գումարները, այսինքն իրանց հաշվիներին նստի Եվրոպայի կողմից։ Մարդիկ չեն տեսնում այդ մեծ աջակցության մասին խոսքը։ Ստանում են, ես չեմ ասում вообще բան չեն ստանում։ Տալիս են ինչ-որ բան, բայց իմ կարծիքով, չգիտեմ, այստեղ խնդիր կա, էլի, հնարավոր է ինչ-որ մեխանիզմ ունենաք, որովհետեւ ինչ-որ եվրոպական բանկի կողմից կամ այստեղ օֆիս բացվի, փոխանցումները լինեն այդ օֆիսին, եվրոպական օֆիսը փոխանցի իրանց հենց օգտատերերին ամիջական, չէ՞, կառավարությունը չմիշնորհի դրան։ Չէ, դա անհնարին է, քանի որ գումարը տալիս են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև ընդունում է արցախցիներին, որպես տեղահանված Արցախից պատերազմի ժամանակ տալիս է ապաստարան, որպես փախստականներ։ Քանի որ հենց այդ պարագայում էլ Եվրոպան շատ արցախցիներ, ովքեր փորձում են ապաստարան փնտրել Եվրոպայում, ստանում են մերժում, որովհետև հիմնավորելով, որ Եվրոպայից մենք արդեն ուղարկում ենք գումարները Հայաստան, որ Հայաստանը ձեզ կտա ապաստարան։ Դամա իրանք ստանում են մերժումներ, իսկ Եվրոպական անձնաժողովը ուզում է ավելի շատ համագործակցի եւ կապերը ամրապնդի Հայաստանի հետ, դա հետագայում։ Պարոն Հակոբյան, իսկ հնարավորություն կա, որ դուք ձեր էջում կամ ինչ-որ միտեղ հրապարակեք ձեր մեյլը կամ ինչ-որ մի հատ սոցհարտակի ինչ-որ միջոց,
որովհետեւ Արցախայությունը թե վիդեո տարբերակով, թե իրանք անձամբ նամակով դիմեն ձեզ ու հրաբարակեն իրենց թե ոնց են իրանք ապրում։ Ես օրինակ զարմանում եմ, էլի այդ գումարը ինչ ձև է հաշվարկվել, ինչ չափով պետք է ամեն մի անձը ստանա։ Դուք ունեք այդ հաշվարկը, որ մի անձին ամիս այսքան գումար պետք է հասներ այդ գումարից։ Չէ, ճիշտ ասած չեմ արել ինքս այդ հաշվարկը, բայց Եվրոպայից տեսնելով բյուջեն թե ինչքան գումար է գնացել Եվրոպայից Հայաստան, հուսով եմ կան նաև էքսպերտներ, որոնք այդ հաշվարկներն արել են, թե ինչքան մարդիկ են տեղահանվել Արցախից դեպի Հայաստան 2020 թվականից, որ այդ գումարը պետքա բավականացնի իրանց ապաստարանի համար, սնունդի համար, սոցիալական աջակցության համար եւ նաև բժշկական աջակցության համար։ Այ տեսեք, ես նորից եմ խնդրում ձեզ ուշադրություն դարձնեք իմ համար, այն որ իշխանություններն են ձեզ տալիս այդ հաշվետվությունը, իմ համար արդեն խնդրահարույց է։ Ես հակված չեմ հավատալու այն հաշվետվությանը, որ իրանք են։ Ես անձամբ շփվում եմ Արցախայցության շատ մեծ քանակությամբ մարդկանց ընտանիքների հետ, ես տեսնում եմ իրանք օրհասական ամենօրյա խնդիր են լուծում։ Իրանք չեն կարող Հայաստանից դուրս գան օրինակ Եվրոպա։ Դուք նոր նշեցիք, որ իրենց մերժվում է, որովհետեւ իրանք Եվրոպա տեղափոխվեն, ունենան հնարավորություն, որովհետեւ կարողանան իրենց կյանքը դրսևորեն, ասենք, Եվրոպայի յուրաքանչյուր երկրում, հա, այդ մարդիկ համ իրանց տնից են, այս պահին արեք խոսենք ոչ թե պարլամենտի որպես ներկայացուցիչ, այլ իմ եղբոր հետ եմ ես խոսում, Հակոբյան ջան, դու իմ եղբայրն ես հայ ազգի, ու ես ինչքան որ քեզանից տեղեկացել եմ այս մեկ շաբաթվա մեջ, շատ դրական բաներ եմ լսել քո մասին, որ դու Եվրոպահայերի համար ես շատ անում, ակցիաներին ես օգնում, ես դրանք ամբողջովին, դրա համար մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ, այսինքն եթերով։ Ես էլ եմ մի քիչ sense կարմիր գծերով անձնավորություն։ Տեսեք, ես ձեր հետ խոսում եմ հիմա եղբայրաբար։ Մեր Արցախայցության վիճակը Հայաստանի Հանրապետությունում ահա որը մեծամասամբ, ես չեմ խոսում այն մարդկանց, ովքեր ընդեղել են թալանես, տեղը թալանածը մխսում են։ Կա ինչ-որ տոկոսայնություն, մի 10%-ը դե լավ էլ ապրում են Հայաստանում, բայց այս մարդիկ կորցրել են ամեն ինչ։ Պսիխոլոգիցկի այդ որ դուք ասում եք, ուզում եք ես ձեզ հնարավորություն ընձեռնեմ առանց եթերի ինչ-որ տեղից զանգեմ, տամ դուք հեռախոսով, այսպես վիդեոկապով խոսեք մի քանի մարդկանց հետ ընտանիքներում։ Մի հատ ձեզ ցույց տան ինչպիսի պայմաններում են իրանք ապրում։ Մի հատ ձեզ ցույց տամ ինչպիսի ողբալի վիճակը, երբ որ իրենց սենց ասած տղամարդիկ մնացին գերեզմաններում թուրքերի ձեռքի տակ, իրենք ստեղ կանայք ինչ-որ մի ձև, ինչ-որ մի կերպ փորձում են օրասական հարցի լուծում տան։ Ու իրանք, սենց ասեմ ձեզ, էլի, այնքան հբարտ մարդիկ են մեր Արցախայությունը, որ շատ դեպքերում անգամ սուս են մնում, մենք ենք իմանում կողքից, գնում ենք ինչ-որ բան անելու, օգնություն տալու կամ խրախուսելու կամ ինչ-որ բան անելու։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, Արցախայցության հարցը ձեր համար մեկ հարցը սարքեք։ Ու այդ գումարները, որ դուք ուղում եք, գտեք ինչ-որ մի ձև, որպեսզի կամ Արցախայցությունը կարողանան կոնտրոլ անեն, թե ինչ գումարը փոխանցվի եւ ինչ չափով պետք է իրանց աջակցվի, կամ դուք արեք այդ։ Ես ձեզ խնդրում եմ ուղղակի, որպես ինձ եղբայր, որովհետեւ ահա որ է վիճակը։ Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան, մենք իրար հետ շրջագայենք։ Ուղղակի մի 3 օր արեք Հայաստան ինձ հյուր, իրար հետ նստենք մեքենայով շրջագայենք այդ նույն Արցախայցյան տներով, իրենց աշխատավայրերով, շատերին հրաժարվում են աշխատանք տալ, որովհետև իրանք ունեն Արցախից հələ եկած ազնագրեր։ Այսինքն կան խնդիրները շատ են։ Բայց ինչն է տարբերությունը Արցախից եկած այդ անձնագրերը, չէ՞ որ դրանք Հայաստանի Հանրապետության անձնագրեր են։ Ունենք նաև, հա, շատ падգամավորներ ունենք այստեղ եւ որ նորից կրկնեմ, որոնք շատ տեղեկացված են եւ տեղեկություն են ուզում Հայաստանի հետ կապված կառավարության հետ, թե ինչա կատարվում այնտեղ, շատ բաներ խոսալու ընթացքում մենք նաեւ մեջ բերում են ասելը, որ մենք գիտենք այդ ամեն ինչը, բայց փորձում ենք արդեն ամեն բան անել եւ ինչպես նշեցի, հետագայում շուտով Բելգիայից անգամ падգամավորներ ներկա կգտնվեն Հայաստանում, ինքները իրենք ուսումնասիրելու այդ խնդիրները, որովհետև ստեղից է կազմակերպենք, որ ես իրենց մի քանի ընտանիք անձամբ տանեմ։ Ես իշխանության մաս չեմ կազմում, ես կտանեմ իրական այն ընտանիքները, որոնք
իրոք թիրախավորված են, որ իրենց աշխով տեսնեն։ Կարաք դա կազմակերպեք, ընդամենը մի քանի ժամ ինձ տրամադրեն, հեռու չեմ տանը, մի քանի ընտանիք մտնեն նայեն։ Նայեք, այս պահի դրությամբ Եվրոպայում էլ գործում է այդ ծրագրերը, ինչպես որ դուք նշեցիք, հնարավոր է որ ինչ-որ մի նոր ծրագիր լինի, որ գումարը փոխանցվի Եվրոպայից Հայաստան, որ անձամբ իրան փոխանցեն, չէ, դա հնարավոր չի, որովհետև այդ գումարներից ինչ-որ մի մասը դա պետքա լինի այդ մարդկանց ապահովել բժշկական հարցերով, իրանց սոցիալական ինտեգրացիայով եւ ինչ-որ մի մասն էլ հասկանալ է պետքա հատկացնեն ապաստարանի համար։ Հակոբյան ջան, հենց հիմա ձեզ շատ արցախցիներ հենց հիմա դիտում։ Մարդը ունի խնդիր։ Այդ խնդիրը առողջականա, ում է ինքը դիմելու այդ հարցով։ Հայաստանում չկա բժշկություն։ Հա, ասենք Հայաստանում կա բժշկություն, ինքը մտնում է այդ բժշկության մոտ ու չկա այդ ծրագիրը, ասենք Արցախահայության հետ կապված։ Ինչ պետք է անի։ Չեմ հասկանում, Հայաստանում պետքա գործի, եթե այդ բանը չի գործում, պետքա գործեն ուրիշ կազմակերպություններ, որը կապահովի իրանց բոլոր այդ բժշկական խնդիրները։ Այ ես դրա համար եմ ասում, որտեղ կարան մարդիկ դիմեն կոնկրետ։ Տեսեք, դուք գումարը տվել եք, ապրեք դուք։ Շատ շնորհակալություն, նիզկի պակլոն։ Խոնարհվում եմ Եվրոպայի եմ ուժերի համար, ով որ իմ Արցախահայությանը, իմ հայրիս փողա փոխանցել, ձեր գումարներն եք դուք տվել մեզ։ Շնորհակալություն, բայց եղբայր, ես հարց եմ տալիս։ Հիմա Արցախցի նստած մեզ լսում է, ասում է ես ունեմ այս ինչ խնդիր է բժշկական։ Ես ում կարամ դիմեմ, ում գնամ մտնեմ հիվանդանոց ասեմ, այ ենորը Հակոբյանը ասում էր որ փողա փոխանցե, թե ինչ որ ծրագիրը անուն ունի։ Պետք է, եթե հիվանդանոցը, եթե բժշկությունը չի ապահովում այդ մարդկանց, դուք պետք է արդեն դիմեք կառավարությանը, որովհետև այդ գումարները Եվրոպայից փոխանցվել է կառավարությանը, որ կառավարությունը պետք է հոգա այդ ծախսերը։ Ուրիշ կազմակերպություններ, ես չգիտեմ դա գործում է Հայաստանում թե ոչ, ինչպես արդեն տեղեկացրեցի, Հայաստանի այն ամեն մի ասոցիացիայի ես տեղեկացված չեմ, բայց գիտեմ, որ բոլորն էլ գիտեն, եթե ցանկություններ կունենա, դուք կարող եք անգամ Եվրոպական հանձնաժողովի էջով պաշտոնական էջում տեսնեք թե ինչքան գումար է գնացել Հայաստան եւ ինչի համար է պետք է։ Ես հավատում եմ որ այդ գումարն եկել է։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես չեմ հավատում որ դա ճիշտ օգտագործվում է։ Հիմա ես Արցախահայությունից շատ մարդկանց եմ տեսնում։ Խնդրում եմ ներքևում նշեք։ Դուք տեսել եք կամ ունեցել եք կամ ինչ-որ մեկը ձեզ իրազեկել է կամ դուք հայց գնացել եք բժշկության ինչ-որ դիմել եք ինչ-որ խնդրով հիվանդանոցներին եւ ինչ աջակցության մասին է խոսքը գնացել, դուք ստացել եք թե չէ այդ աջակցությունը։ Խնդրում եմ ներքևում գրեք, էլի մի հատ։ Պարոն Հակոբյան, մի քիչ շեղվենք այս թեմայից։ Տեսեք, դուք ասացիք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունից ինչ-որ ձևով անջատվի, անկախ լինի Հայաստանը, շատ լավ բան եք ասում, որ Հայաստանը անկախ լինի։ Նախ առաջին ասեմ, եթե մի անկախությունից դուք հանում եք, գցում եք երկրորդ կախվածության, ես դեմ եմ։ Ես դեմ եմ, որ ասենք օրինակ դեմ չեմ, որ Ռուսաստանից անկախ լինենք մենք, բայց դեմ եմ, որ այդ անկախությունից հետո Եվրոպայից շատ կախված լինենք։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, հարգելիս։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք կոնկրետ ստորագրված պայմանագրեր, անվտանգային եւ սոցիալական եւ տնտեսական։ Անվտանգայինը գործեց այնքան որ իշքան որ գործեց, իմ կարծիքով ինքը չգործեց ընդհանրապես։ Ինքը որոշակի չափով այնտեղ օգնություն եղավ պատերազմի ժամանակ, բայց ամբողջական չգործեց, թե հայաստանյան տարածքների օկուպացիայի ժամանակ չգործեց։ Չեմ ասում ով է մեղավոր, ինչ է, բայց իրանք իրաց մեղավորության բաժին ունեցել են։ Հարցս հետեւյալն է. Եվրոպան ինչ է առաջարկում Հայաստանին կոնկրետ փաստաթղթային, եթե մենք դուրս ենք գալիս Եվրասիական տնտեսական գոտուց, որը 60 եւ ավել տոկոսը մեր տնտեսական ապրանքները, մեր ընդհանրապես ապրանքները գնում են Մոսկվա, Բելարուսիա, Ռուսաստան, այսինքն Եվրազիական սոյուզի երկրներ։ Մենք ընդերից դիվիդենդներ ունենք։ Այդ պետությունների մեջ ամենաշատ գումար վաստակողը մենք ենք։ Տնտեսական աճ ունեցողը մենք ենք, հայերս։ Դուրս ենք գալիս բոլոր օրգանիզացիաներից, ինչա մեզ առաջարկում Եվրոպան։ Կոնկրետ
Կա դենց առաջարկ։ Առաջարկ կա, դե մի քիչ առաջ ես նշեցի առաջարկները։ Առաջին առաջարկը քաղաքական աջակցություն արդարադատության համար, որը տվել է գումարները կոռուպցիայի դեմ պայքար, առաջարկում է ժողովրդավարական ինստիտուտների համար տվել է, որ պետքա այդ գումարը ծառայեր մեր Արցախից տեղահանված հայրենակիցներին բնակարան օգնություն, բժշկական օգնություն, սննդային օգնություն եւ սոցիալական ինտեգրացիայի համար եւ նաեւ աջակցություն էներգիայի, տնտեսության, անվտանգության եւ ենթակառուցվածքների համար։ Սա Պարոն Հակոբյան, իմ հարցս լրիվ չընկալեցիք, երևի թե ձայնս լավ չլսվեց։ Մի հատ եմ խնդրում լսեք։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անմիջական շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսության եւ Եվրազիայի հետ։ Մեր սոյուզը, որ մենք կանք տնտեսական, դրա մեջ։ Ու ավելին ասեմ ձեզ, մենք շատ լավ վաստակում ենք այդ Եվրազիայի սոյուզում գտնվելուց։ Շատ լավ ենք վաստակում, անգամ բոլորից 2 անգամ ավել մենք օգտվում ենք։ Okay, մենք համաձայն ենք, որ մենք դուրս ենք գալիս ՕԴԿԲ-ից, մենք դուրս ենք ՀԱՊԿ-ից, այսինքն պաշտպանական այդ կառույցից, դուրս ենք գալիս այդ Եվրազիայի սոյուզից, մնում ենք ախպեր ջան, դուրսը, անդեր, ասենց ասած, կներեք այդ բառիս համար։ Եվրոպան առաջինը, մենք 2 միլիարդից ավել տրանշ ենք ստանում մեր աշխատողներից, որը Ռուսաստանում գնում են, աշխատում են, Հայաստանում ընտանիք են պահում։ 2 միլիարդ։ Պատկերացնում եք ինչ թվի մասին է խոսքը։ Ինչը առաջարկում մեզ դրա այդ տեսքով Եվրոպան, մեր աշխատուժը ուր է գնալու, բացելու եք Եվրոպայում դռները, տալու եք հնարավորություն նույն ռեմոնտ անողներին, բանվորներին, տրակտորիստներին, մյուսներին, որովհետեւ Եվրոպայում իրենք կարողանան վաստակեն ավելի շատ իրենց ընտանիքները Հայաստանում պահեն։ Դա առաջին հարցը։ Մեր գյուղատնտեսական եւ մեր ոչ միայն գյուղատնտեսական հումքը, ապրանքը գնում է հիմնականում 90%-ով գնում է ռուսական շուկա։ Եթե մենք փակում ենք Եվրոպան ինչպեսի գործիքակազմ կամ ինքը դիվերսիֆիկացնում է այդ գումարը, ասենք մենք կորցնում ենք 10 միլիարդ դոլար, ինքը տալիս է մեզ այդ գումարը, որովհետեւ ֆերմերը կարողանա անենց իր ապրանքը վերակառուցի գործարանը սավրեմեննի սարքի, որ եվրոպական ստանդարտներին համապատասխան մենք կարողանանք մտնենք շուկա Եվրոպայի։ Ինչքան ժամանակ է պետք դրա համար։ Եվրոպան տվել է գումարը տնտեսության համար եւ նաեւ որ ասում եք Եվրոպան թույլ տալիս է, որ այդ նույն մարդը կարողանա գա Եվրոպա աշխատի, Բելգիայի ֆեդերալ ազգային ժողովում հաստատվեց, որ շուտով կլինի դեսպանատուն Հայաստանում, քանի որ այս պահի դրությամբ չկա դեսպանատուն Հայաստանում, եւ եթե ուզում ես մտնես բելգիական դեսպանատուն, պետք է դա գնաս Ռուսաստան, ինչպես որ տեղյակ եմ, այնքանով որ տեղյակ եմ, շուտով կլինի էֆեկտիվ դեսպանատուն Հայաստանում եւ ավելի շատ կոնսուլներ կգան Հայաստան Բելգիայից եւ ավելի հեշտ կլինի հարցնել վիզաները այդ ամեն ինչը աշխատանքային նաեւ որ այդ նույն ռեմոնտ անողը ինչպես ասեցիք կարա Եվրոպա աշխատի եւ գնա եւ անգամ Հայաստանը արդեն տեխնատությունը իր դրել է որ մտնի եվրոպական կազմի մեջ դա արդեն շատ լավ է Ես ձեզ արտար կասեմ արտար չեմ խափի քանի որ ձեզ հարգում եմ որպես իմ հայ եղբայր Եվրոպան մեզ ոչ մի տեղը չի ընդունելու, մենք ոչ մի անգամ էլ Եվրոպայում չենք հայտնվելու, ցավոք սրտի եմ ասում։ Չեմ ուրախանում ու չեմ ծափարում այդ փաստի հետ, որ ես վերլուծել եմ։ Ցավոք սրտի մեզ Եվրոպայում չեն սպասում, բայց տեսեք, դուք ասում եք դեսպանատուն բացեն։ Ֆրանսիան էլ ունի ստեղ դեսպանատուն։ Մնացած Եվրոմիությունը ընդհանուր Եվրոմիության դեսպանատուն ունենք Հայաստանում։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հենց այսօր են գնում ու այդ փողը վաստակում են ինչ որ ձև դիվերսիֆիկացնում է Եվրոպան մարդուն ասում է եղբայր դու մնա Հայաստանում ես քեզ գումար եմ տալիս առանց վարկի այսինքն առանց տոկոսի ու քեզ տալիս եմ հնարավորություն քո ֆերման ստեղծի Հայաստանում քո գործարանը ստեղծի քո էսի գարը մի գնայլ Ռուսաստան ախպեր այդ առաջին հարցս երկրորդ հարցս պարոն Հակոբյան տեսեք շատ կարևոր բան եմ ասում Լավնա վադնա մենք ինչ որ անվտանգային փաստաթուղթ ունենք Ռուսաստանի եւ ՕԴԿԲ-ի հետ։ Ինչա մեզ անվտանգային առաջարկում կոնկրետ փաստաթղթային ինչ առաջարկում Եվրոպան։ Եվ ինչքանով է դա տարբերվում
Ուկրաինայի դուք ուսումնասիրել եք Ուկրաինա, մենք Ուկրաինա չենք, որ կարողանանք այդքան դիմանանք։ Ուզում եք 15 միլիարդ օրեգան տվեք մեզի։ Մենք չենք կարողանա այդ հզորության դեմ դիմանանք։ Դուք որպես հայազգի մարդ հեշտ մտածել եք, որ ինչպիսի անվտանգային մեզ պետքա երաշխիքներ տա Եվրոպան, որովհետեւ մենք դուրս գանք օդեկաբից, ասենք ախպեր, մենք եղբայրներ ենք, բայց մենք ձեր հետ ոչ մի կապ չունենք։ Խնդրեմ։ Դե հիմա նայ, հիմա Եվրոպայում շատ հեշտ չի, որ մի պետություն, որը չի գտնվում Եվրոպայի կազմի մեջ, մտնի եվրոպական կազմի մեջ։ Դա շատ դժվար է եւ անգամ եվրոպական խորհրդարանը ունի օրենքներ, որ այդ պետությունը պետք է այդ օրենքները պահի։ Օրինակ, ինչ-որ մի ժամանակ չպետք է լինի պատերազմական խնդիրներ ունենա, չպետք է ունենա պատերազմական խնդիրներ այդ երկրում։ Դա մեկ եւ կան տարբեր օրենքներ։ Օրենքները պահելուց հետո բնականաբար դա ժամանակի հարց է, բայց հիմա ինչ որ նայում ենք այս պայմանությամբ կարևորը նա է, որ դա արդեն շատ կարևոր բան է, որ Հայաստանը արդեն ունի տեխնացություն եւ հիմա Եվրոպան ամբողջ ուժով ուզում է կապել հանրապետի Հայաստանը չունի տեխնացություն։ Հայաստանը չէ, Հայաստանը ուզում է մտնել եվրոպական կազմի մեջ, բայց ուզում է, որովհետև կան պայմաններ։ Հայաստանը շատ բան է ուզում, Եվրոպան ուզում է, դուք ասեք Եվրոպան ուզում է։ Այո, Եվրոպան, նայեք, Եվրոպան ունի պայմաններ, եթե դու պահես այդ պայմանները, հնարավորություն կա, որ մտնի, բայց այս պահին Հայաստանը արդեն ոնց որ Եվրոպան ուզում է շատ լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, ամրապնդի կապերը։ Սոցիալական հարցերով, ինչպես որ այն վաղ թվարկեցի, եւ տոտալ ինվեստիցիայի գումարը, որ ուզում է ներդրում անի Հայաստանում, դա կազմում է 2.5 բիլիոն եվրո։ Դա նաեւ նշված է եվրոպական բանկային սայթում։ Ես ունեմ կներեք, էլի արդեն նորից անցնենք մեր տնագանը։ Կոֆեմ դիր, կոֆեմ խմենք։ Ես մի հատ sense հարց տամ, էլի։ Ես ունեմ որոշակի քանակությամբ հող, որտեղ աճում է ծիրան։ Ես իմ ծիրանը շատ մեծ հաջողությամբ ռեալիզացրել եմ Մոսկվաներում, Լենինգրադ, Մոսկվա, գումարս վաստակել եմ, ընտանիքս պահել եմ, աշխատողներս փող ունեցել են։ Ես համաձայն եմ, ուզում եմ գնամ Եվրոպա, ամեն ձևով ուզում եմ գնամ Եվրոպա, Եվրոպան ինձ ինչ է առաջարկում։ Հա, բայց նայեք, հիմա դու ասում ես, որ ուզում ես գնաս Եվրոպա, բայց դու ինքդ կարաս այդ քո ծիրանը, որ ասում ես, նաև արտահանես ոչ միայն Եվրոպա, եւ նաև Ռուսաստան։ Եվրոպան ուզում է այդ գումարները, որ տրամադրում է քիչ կախում ունենալ Ռուսաստանից, դա նկատի ունի, որ էներգիայի կապով եւ տարբեր բանով, որ ոչ միայն Հայաստանը կախում ունի Ռուսաստանից, այլ նաև Եվրոպան ունի շատ կախումներ Ռուսաստանից։ Ահա, տեսեք, պարոն Հակոբյան, դուք ասում եք կարա այնտեղ է։ Հիմի մենք գտնվելով Եվրազիստի սոյուզի մեջ Ռուսաստանի հետ, միության մեջ, մենք ունենք արտոնություններ, մենք կարողանում ենք ծիրանը հազարավոր կիլոմետրներ անցնելով Մոսկվա հասնելով, շուկայում, սենց ասած, մեր ծիրանի գումարը չի դառնում ոսկու գումար։ Եվ չի կարա տնտեսական երկու համակցություն լինի, կամ Եվրոմիությունը, կամ Եվրազիստի միությունը, երկուսն էլ տնտեսական են միությունը։ Չի կարա Հայաստանը համընդեղ լինի, համընդեղ։ Դուք մեզ առաջարկում եք Եվրոպա արեք, մեր ասածներն արեք, օքեյ է, մենք անելու ենք։ Բայց դուք ասում եք դուս արեք եւ Պուտինը էլ նորը հանդիպա ժամանակ Փաշինյանի հետ ասեց դուք չեք կարա համստեղ ելնեք համընդեղ որոշում կայացրեք գնում եք Եվրոպա գնացեք մենք ձեզ չենք բռնում գնացեք դուս արեք հանգիստ գնացեք Եվրոպա մտեք հիմի հարց եմ տալիս երբ որ ես իմ ծիրանս հիմա տանում եմ տամոժնի չեմ անցնում փող չեմ տալիս այդ ճամփեքի համար փող չեմ տալիս որ սահմանն եմ հադում ինչ չեմ բռնում այնտեղ ասում արի մի հատ սենց ընենց հասկանում եք, չէ՞։ Ես իմ գումարս վաստակում եմ այդ առավելությունը ստանալով, այսինքն մեկ այլ երկրից եկած ծիրանը չի կարող իմ հետ կոնկուրենցիա ունենա։ Ես դուրս եմ գալիս այդ ամեն ինչից։ Ընտրում եմ եվրոպական բանը, ուղին, որտեղ ինձ ասել են, ընտրի կամ Եվրոպա կամ Ռուսաստան։ Ես ընտրում եմ Եվրոպան, ինչ է առաջարկում ինձ Եվրոպան։ Ինչ արտոնություն է տալիս ինձ Եվրոպան։
Քանի որ ես հələ պիտի ճանապարհ անցնեմ մի 15-20 տարի, որբիսի կարողանամ ձեր ստանդարտներին հասնեմ, այդ 20 տարին սոված մեռնենք մենք, պարոն Հակոբյան։ Ինչ անենք։ Նայեք, որ դուք ասեցիք ուզում եք վարկ ձևակերպեք Հայաստանում, որ ստեղծեք ձեր ֆերման կամ ուրիշ այդպես ֆերմայի հետ կապված ինչ-որ մի բան։ Հայաստանի Հանրապետությունը մեր իմանալով տրամադրում է վարկեր շատ էժան տոկոսներով, իմանալով ինչպես ես տեղեկացված եմ, որ համարյա 0%-ով վարկեր, հատուկ գյուղատնտեսական, դա կոչվում է գյուղատնտեսական վարկեր։ Եվ մենք տեսնում ենք անգամ Եվրոպայի, եւ մենք անգամ Եվրոպայից տեսնում ենք այդ ամեն ինչը, որ Մեկ չաթին նայեք, էլի։ Մեկ չաթին նայեք, ինչպես են արձագանքում Հայաստանի քաղաքացիները, այդ ձեր ասած համարյա 0%-ին։ Լուրջ եմ ասում, ձեզ այնց են ներկայացրել, որ Հայաստանը արդեն դրախտավայր է։ Ճիշտ է, մեր Հայաստանը մեր համար միշտ է դրախտավայր, բայց պարոն Հակոբյան, ես ձեզ խնդրում եմ, որպես հայ ազգի մեր եղբայր, շուշու դարեք Հայաստան։ Շուշու դարեք, որովհետև այն երկը, որ երկվում է ստեղից, թե մեր մոտ ամեն ինչ նորմալ է, 0%-ը, էսա այնա չկա իրականությունը, դա ռաբիզ է։ Ես ձեզ ավելին ասեմ, մենք դեմ չենք Եվրոպայի հետ շատ մերձեցմանը, շատ բաներ կա, որ մեր համար շատ ընդունելի է, բայց բաները կա, որ մեր որպես հայ ազգի ներկայացուցիչներ ընդունելի չի։ Հիմա ես ոնց հասկանամ, որ օրինակ եմ ասում ես, որոշակի դրույթներ, որը Եվրոպայում ընդունված են, տնտեսականի մասին չի խոսքը։ Օրինակ մարդկանց ովքեր հասկացաք ում մասին է խոսքը, LGBT ներկայացուցիչների մասին է խոսքը։ Իրանք Հայաստանում այսօր ինստիտուտ ունեն, օֆիսներ ունեն, իրանք ոչ մեկ չի սպանում, չի բանանում, բաց են թողում, բայց եթե հանգարց ինչ որ չափով արդեն Հայաստանին ներկայացվի, որ եկեղեցիներում իրանք պետք է ամուսնանան, կամ իրանք կարողանալու են որտեղ գրեն երեխաներ Հայաստանյան։ Ես չգիտեմ դա ինչ, դուք որպես հայ տղամարդ ո՞նց եք դրան նայում։ Որպես Հայաստանը առաջի քրիստոնեան պետությունը ամբողջ աշխարհում, դա անթույլատրելի է։ Okay, մենք ապրում ենք Եվրոպայում եւ այստեղ դեմոկրատիա է, մարդու իրավունքներն են, բայց մենք չենք կարող մոռանալ, որ մենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, առաջի ազգն ենք, ով ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին, դա անթույլատրելի է։ Ես ինքս դեմ եմ։ Շատ լավ, եթե Եվրոմիությունը մեզ դրանց բաներ չառաջարկի, որովհետև կան նախադեպեր ուրիշ երկրներում, ոնց է դա տեղի ունեցել։ Ինչպիսի առաջարկներով է Եվրոմիությունը հանդես եկել։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք, Հայաստանի հայասարակությունը Եվրոմիությանը վատ տրամադրված չի եղել եւ չի լինելու։ Մենք ուղղակի անվտանգային խնդիրներ, մեր անվտանգային խնդիրները առաջնահերթություն են։ Երբ որ մենք Ռուսաստանի Դաշնությունից դուրս են գալիս իր հովանու ներքոյից, մենք ունենում ենք տնտեսական մեծ խնդիրներ։ Բացի դրանից, որ գազը հիմա Հայաստանում, եթե գցենք արդեն մեջի շուկայի 300 քանի $,
Ձայնս լսվում է։ Հա, լսվում է։ Կներեք, իմ ոնց որ տեսնում եք, ես էլ բարերն ավելորդ է, ավելի լավը մենք ավարտում։ Լույս չունեք ոնց հասկացում։ Այո, իմ մոտ ոչինչ, հասկացաք դուք արդեն այսօրվանից բացի, շատ հետաքրքիր զրույց է երևի, լույսերը չեն դիմանում այս նապրեժենի մեջ։ Ինչևից է, իմ խոսքս հեսա փորձեմ ավարտեմ իմ հարցիս իմաստը, պարոն Հակոբյան, մենք շատ ենք ուզում, որպեսզի ինտեգրվենք Եվրոպա, բայց մեզ դուք պետք է տաք հնարավորություն այդ ինտեգրվան։ Մենք շատ հասկանում ենք, որ դժվարին ճանապարհ ունենք անցնելու, բայց դուք տեսեք, դուք հաշվարկներ արեք, թե Հայաստանը ինչ է կորցնում Ռուսաստանի հետ հարաբերություններից դուրս գալով։ Մենք չենք ուզում Ռուսաստանի հետ թշնամի դառնանք, առաջինը դա ասեմ։ Երկրորդ ֆրոնտ մենք չենք բացելու Ուկրաինայի պես Ռուսաստանի հետ։ Մենք ունենք շատ մեծ կապեր Ռուսաստանի հետ։ Մենք համարում ենք Ռուսաստանի ճիշտ է ղեկավարության հետ, ես անհամաձայն եմ, բոլոր այն ամեն ինչը ինչ տեղի ունենում իմ Հայաստանից հետ, բայց ռուս ժողովրդի հետ մենք բարեկամներ ենք մեզ համարում։ Մեր հայերը այնտեղ 2 միլիոնից ավել հայեր ունենք այնտեղ կայացած հայեր, ովքեր թե Հայաստանին են օգնում, թե ընդհանրապես շատ ինտեգրված են Ռուսաստանյան միջավայրի մեջ ու իրենք շատ լավ քաղաքացիներ են Ռուսաստանի նույնպես։ Ասածիս իմաստը հետևյալն է, պարոն Հակոբյան, խնդրում եմ ձեզ հաշվի առնեք այն հարցը, որ Հայաստանը չի մերժում եվրոպական ճանապարհով ինչ-որ գնալու։ Մենք ուղղակի ասում ենք, կոնկրետ մեծ փաստաթղթային Հայաստանի Հանրապետությունը, ասում եք հետևյալը, տեսեք, ասում եք հարգելի Հայաստան, դուք դուրս եք գալիս հապկ ռազմական միավորումից, մենք ձեզ տալիս ենք, երկրորդ օրը տալիս ենք այս փաստաթուղթը Եվրոմիության հետ, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, թե ինչ դեպքերում, որ դեպքերում Հայաստանին ամբողջ Եվրոմիությունը գալիս է օգնության, իր ամբողջ ռազմական ներուժով։ Օրինակ եմ ասում ես ձեզ։ Դուք լավ գիտեք, Ադրբեջան, Թուրքիա, ռազմական ներուժով դա կլինի միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանը պաշտոնական կլինի եվրոպական կազմի մեջ։ Այսինքն մենք 10 տարի մենակով պայքարելու ենք մի ամբողջ թուրքական աշխարհի դեմ։ Դե այս պահին Եվրոպան, ինչպես նաև ես գիտեմ, որ Հայաստանում կա խաղաղություն է։ Եվ նաև ստեղի Եվրոպան այդպես գիտի, եւ հենց հատուկ խաղաղությունը, այդ խաղաղության համար Եվրոպայից նաև գումարա գնաց է Հայաստան, որ պաշտպանեն այդ խաղաղությունը։ Եվ նշված է հենց Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական էջում նշված է, թե ինչքան գումարա գնացել հատուկ այդ պաշտպանելու համար։ Okay, ես նորից եմ շնորհակալություն հայտնում Եվրոպական միությանը մեզ գումար տրամադրելու բազմաթիվ առիթներով։ Հարց եմ տալիս, պարոն Հակոբյան, դուք ինչ եք նկատի ունեք խաղաղություն հասկացողության տակ։ Ինչ է նշանակում Եվրոմիության պարլամենտի ներկայացուցիչի համար խաղաղություն բառը։ Ես կարող եմ ասել, թե Եվրոպական ազգային ժողովի բոլոր պատգամավորները թե ինչ են մտածում հենց այդ խաղաղության բառով, որ չլինի պատերազմ եւ լինի լավ հարաբերություններ բոլոր պետությունների հետ, ինչպես որ հիմա Եվրոպայում ամբողջ պետությունները ունեն լավ հարաբերություններ միմյանց հետ, կարողանում են գնալ եւ գալ։ Շատ լավ։ Տեսեք, խաղաղության փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մի ժամանակ մենք գիտեինք, անգամ այստեղ ազգային ժողովում գիտեին, որ ստորագրվել է խաղաղության պայմանագիր եւ հենց այդ խոսքը ստեղ ֆեդերալ ազգային ժողովից բելգիական կուսակցություն Ֆլանս Բլան կուսակցության պատգամավորը բարձրաձայնեց այդ եւ մինչ դրանից հետո կապնվեցին անգամ մինչեւ Սպիտակ տուն եւ պարզեցին, որ դա չի եղել պայմանակի, դա եղել է ընդամենը հռչակագիր, որը դա տարբերվում էր եւ այդ հարցը անգամ Բելգիայի ազգային ժողովում բարձրաձայնվեց։ Տեսեք, լավ, արեք սենց ասեմ։ Ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ որ հակառակորդ կողմը, այսինքն հակառակ կողմը, Ադրբեջան պետությունը իր գլխավորած Ալիևի կողմից հնչեցնում է հետևյալ հարցերը։ Մենք կունենանք Հայաստանի հետ խաղաղություն, եթե
կարևորագույն բառը եթեն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը, դա մեկ։ Դուք գիտեք, որ աշխարհում չկա նմանատիպ ձև, որ ինչ որ պետություն, ինչ որ մի այլ պետության ժողովրդավար պարտադրի սահմանադրության տեքստ, կոնկրետ, որ այս պունկտը պետք է լինի, էսի չլինի։ Դա առաջինը, ինչու Եվրոպան ձայն չի անում դրա համար, դրա հետ կապված։ Ինչու չի առարգում Ալիևին, թե եղբայր դու ո՞նց կարաս մարդկանց առաջ նախապայման դնես խաղաղության։ Դա առաջինը, երկրորդը, պարոն Հակոբյան, դու մեր հայ ազգի եղբայրը լինելով, դու չեք տեսնում, որ մենք հայ ազգի 29-ից ավել գերիներ ունենք այսօր ադրբեջանական բանդերում։ Արդյոք խաղաղություն կարա լինի, երբ որ մարդիկ կան գերվարված բանդերում փակված։ Դուք գտնում եք դա խաղաղության ճիշտ ճանապարհ։ Ոչ միայն ես, անգամ նաև շեշտեմ Բելգիայի ֆեդերալ ազգային ժողովում խորս բարձրաձայնվեց падգամավորների կողմից եւ հենց գերիների վրայով եւ այնտեղ ներդրում արեցին Ռուբեն Վարդանյանին, քանի որ ինքը ճանաչված քաղաքական գործիչ է եւ մյուս ուրիշ քաղաքական գործիչներով եւ ասելով հիմնավորելով, որ եթե մի երկրում կա խաղաղություն հռչակված, իրավունք չունի մյուս պետությունը ունենա գերիներ։ Դա այստեղի ազգային ժողովից բարձրաձայնվեց։ Շատ լավ, տեսեք, իսկ ինչպես եք դուք համակերպվում մի բանի հետ, ես նկատի չունեմ անձը ձեր որպես հայ, այլ ընդհանրապես եվրոպացի պարլամենտար։ Մի ամբողջ ազգի մի մաս, ես արցախայության մասին եմ խոսում, բռնաճնշումներով, հարձակումներով, սպանություններով դուրս քշվեց իր հազարամյակներով բնորանից, իր հայրենիքից, որտեղ հազարամյակներով ունի ինքը գերեզմաններ, եկեղեցիներ։ Այսօր եկեղեցիները, գմբեթները փոխվում են, միջետներ են սարքում, մզկիթներ են սարքում։ Ինչու Եվրոպան չի բարձրաձայնում, չի բռնում սրա ականջից, թե լսի, կամ դու գնում ես խաղաղության, այս մարդկանց հետ գտնում ես ձևը, ճանապարհը, ինչպես կարելի է երիտասարդության միջոցով մնացած ինտեգրվեն կամ ինչ-որ մի հարցերով իրար հետ բանախոսեն, ինչու չեք գնում այդ ճանապարհով, ոնց կարելի է մի 150,000 մարդ հանել իր հազարամյակներով պապերի հողերից, իսկ դուք գումար եք տալիս Հայաստանում ինտեգրման համար։ Ես դա չեմ համարում ճիշտ ճանապարհ։ Միգուցե այդ գումարը ուղղվեր անվտանգության, ինչ որ երաշխիքներ տար Եվրոպան, անվտանգության, որովհետեւ այդ հայությունը հետ վերադառնար, հետոյի համար թողնելու այդ հարցի խնդիրը լուծման, թե ինչպես պետք է ինտեգրվեն իրար հետ, ինչպես պետք է ապրեն մի պետություն, երկու պետություն, ավտոնոմնի ինչ որ պետություն, ինչու այդ ճանապարհով Եվրոպան չգնա, ցավը տանը։ Usually գիտեմ որ քո սիդը ցավում է, բայց ես քեզ հարց եմ տալիս որպես եվրոպական պարլամենտարի։ Նայեք, ինչպես ասացի, որ ինչի Եվրոպան չի խոսում այդ մասին, ինչ որ կատարվեց Արցախի հետ, չեմ կարա ես խոսեմ բոլոր падգամավորների անունից, որովհետև բոլորի հետ ես զրույց չեմ ունեցել, կարող եմ խոսել մի քանի падգամավորի անունից, անունները չթվարկեմ, որոնք անգամ ներկա են գտնվել Բելգիայում Եղեռնի մեր հիշատակին մատուցած պատարագին եւ անգամ այնտեղ խոսք են ունեցել եւ առանձին ունեցել են նաեւ զրույց իրանց հետ եւ հենց իրանք էլ համաձայն են, բայց հիմնավորելով որ ասում են մենք միայնակ չեն կարող անել ոչ շատ բան, քանի որ գլխավորը դա որոշվում է արդեն եվրոպական հանձնաժողովի ժամանակ եւ ով են որոշողը դա շատ մեծամասնությամբ падգամավորները եւ հանձնաժողովի նախագահն։ Մենք Բելգիայից զբաղվում ենք, ոչ միայն մենք, այլ բելգիական падգամավորներ շատեր զբաղվում են այդ հարցերով եւ տեսնում են, ուսումնասիրում են այդ ամեն ինչը։ Պարոն Հակոբյան, ես ձեզանից ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում եմ որպես հայ ազգի լավ հայորդի ձեր օրը դարձրեք 48 ժամ։ Ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, դուք եղեք այն միակ մարդը, այն միակ դեսպանը, բարից բուն իմաստով, ով կկապի Հայաստանի եւ Եվրոպայի եւ այդ գումարները, այդ ամեն ինչը, այդ խնդիրները, որ մեր մոտ կան, դուք բարձրաձայնեք։ Հիմնականում
հիմնականում նորից եմ ձեզ կրկնում այս հարցս ասում։ Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորագույնը դա Արցախայության հարցն է, որը ամենօրյա զբաղվելու խնդիր է, եւ երկրորդը անվտանգայինն է։ Այդ մարդիկ եթե հետ վերադառնան, պետք է ինչ-որ երաշխիքներ լինեն։ Կլինի դա Եվրոպայի կողմից, կլինի այլ ներկայացուցիչների, այլ համայնքների կողմից, որոշեք դուք, բայց հայերը պետք է հետ վերադառնան Ստեփանակերտ եւ մնացած գրավյալ տարածքները մեր եւ պետք է այնտեղ ապրեն, արարեն եւ այնտեղ պետք է երեխաները հայ ծնվեն։ Եսի նկատի ունեմ կարան այլ ազգիներ նույնպես այնտեղ ապրեն, բայց հայ երեխայի ճիշտ պետք է լինի այդ Արցախում, այդ մեր դրախտավայրում։ Սա խնդրանք ու պահանջ է ձեզ։ Երկրորդ խնդրանքն ու պահանջը մեր անվտանգությունն է։ Եթե դուք մեզ ասում եք Ռուսաստանը լավը չի, Ռուսաստանից հեռու, պրոբլեմ չկա, այլ ընդրանքը մեզ առաջարկեք կոնկրետ թղթի վրա։ Ինչ եք դուք մեզ առաջարկում, ինչպիսի միջոցներ եք ձեռնարկելու, օրինակ, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Դա պետք է լինի ոչ թե բառերով, պարոն Հակոբյան, դա պետք է լինի ռեալ փաստաթուղթ, թղթի վրա գրված, քանի որ Եվրոպան եւ Ամերիկան, եթե ինչ-որ բան ստորագրում են, իրենք իրենց խոսքի տերը կանոնում են։ Այդ ժամանակ ես կհասկանամ, որ դուք լուրջ եք տրամադրված Հայաստանի Հանրապետության հետ աշխատելու։ Եթե մենակ բառերով է եւ տրանշներով է, թույլ տվեք, ես չհավատամ այդքան Եվրոպային այդ դեպքում, որովհետեւ այն ինչ որ դուք տալիս եք, օրինակ 15 միլիոն դուք տվել եք, որբիսի հիբրիդային ինչ որ պաշտպանության հարցը լինի Ռուսաստանի կամ ինչ-որ մեկի կողմից կառավարությունը պաշտպանվի։ Ես դες հարց եմ տալիս։ Դուք չեք նկատում, որ այդ 15 միլիոնը միջամտում է հայաստանյան ընտրություններին Եվրոմիության կողմից օրինակ։ Միջամտում է կոնկրետ։ Հատուկ ընտրություններին նաև այդտեղ նշված է, որ եթե գումար փոխանցվել է, ինչ որ մի մաս բացի այդ 15 միլիոնից, այնտեղ ուրիշ գումարներ էլ է փոխանցվել քաղաքական աջակցության համար Եվրոպայից։ Բայց ինչու իշխանությունների, ասենք ԿՊ կուսակցությունը կարա դրան։ Ես դες կարամ ուրիշ կուսակցության անուն տամ, որը ընդհանրապես Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի, ինքն էլ է արտարության կողմնակից, ինքն էլ է պայքարում Հայաստանում, որպեսզի արտար ընտրություններ լինի, այդ գումարը իրանց էլ ուղղեք, որպեսզի իրանք է պայքարեն Ռուսաստանի։ Բանը նրանում է բախում, որ այդ գումարը ես չեմ ուղղում։ Եթե ես հա, հիմա ես ձեզ ասելով, Չէ, հասկանում Եվրոպային դու նկատի ունես Եվրոպան, բայց ես շատ արգում եմ, այնց որ այնտեղ հարց չկա։ Նայեք, Հայաստանում եւ բոլոր պետություններում կա արտաքին գործերի նախարարներ եւ կան նաեւ ուրիշ նախարարներ։ Օրինակ ես կբերեմ Բելգիայում կան արտաքին գործերի նախարարներ, կա վարչապետ, կա եւ այլն, որ ամեն մեկը ունի իր ֆունկցիան։ Ինչի համար է ինքը աշխատում։ Դե բնականաբար արտաքին գործերի նախարարը դու ինձանից լավ չէ, բայց դու էլ շատ լավ հուսով եմ տեղեկացված ես, թե ինչի համար պետք է աշխատի իր ֆունկցիան որն է։ Կա առողջապահության նախարար, առողջապահության նախարարի ֆունկցիան դա աշխատանքը ինչ որ մի ուրիշ աշխատանքն է, չէ, որը գործում է Հայաստանի մեջ։ Նույնն էլ հենց այստեղ արտաքին գործերի նախարարը զբաղվում է այդ բոլոր հարցերով եւ Բելգիայի կառավարությունը, անգամ Բելգիայի թագավորությունը եւ եվրոպական հանձնաժողովը, անգամ հանձնաժողովի նախագահ ժամանակ առ ժամանակ հյուրընկալում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին եւ անգամ վարչապետին ունենալու զրույց եւ դրանից հետո կայացնելու որոշում, թե հետագայում ինչպիսի քայլեր կարող ենք անել, որ Հայաստանը ավելի ամրապնդենք։ Դուք չունեք մտավախություն, պարոն Հակոբյան, որ Նիկոլ Փաշինյանը մի օր կարտնանա Ռուսաստանի հետ գրգա խառնված։ Դե այդ ժամանակ, երբ որ լինի Վրաստանի սցենարը դուք չեք վախենում ունենաք Հայաստանում։ Ես ինքս չեմ կարող ասեմ Վրաստանի սցենարը, թե ինքը ոնց է եղել, թե ինչ է եղել, բայց կասեմ, որ Եվրոպան եւ Հայաստանը, Եվրոպան շատ մեծ գործեր ունի անելու Հայաստանի հետ եւ Հայաստանն էլ երկու ձեռքերով համաձայն է եւ օգնում է եւ համատեղ համագործում է Եվրոպայի հետ։ Եվ հենց այդ դրա համար էլ, հենց այդ ինտեգրման եւ ամեն ինչի համար էլ Եվրոպական հանձնաժողովի կողմից միլիոնավոր գումարներ տրամադրվում է Հայաստանին։ Սկսած 2020 թվականից մինչև կարողանամ ձեզ անձամբ ձեզ
եղած խնդիրները, որոնք ինձ ներկայացնում են գրավոր ձևով, ասենք կապված նույն է տնտեսականի, նույն Արցախայցյան մասին է խոսքը, նույն սոցիալ տնտեսական այդ բանի հետ անուն ինչա, բժշկության հետ կապված, որ այդ գումարները դուք, եթե լինեն դեպքեր, երբ որ իրենց հրաժարվում են բուժել կամ ընդունել կամ ինչ-որ ձևով այդ գումարից աջակցություն տալ, ես կարող եմ անձամբ ձեզ դիմեմ դիմումով այդ մարդկանց կողմից ստորագրահավաքը լինի կամ ստորագրություններն են, փոխանցեմ ձեզ, դուք ում պետքա տանեք դնեք դեմը, ասեք եղբայր մենք փողը տվել ենք, տեղ չի հասնում։ Դուք նաև կարող եք դիմել, եթե այդպիսի բաներ կա, դա օրենքն եմ ես ասում, չեմ պարտադրում ոչ մի բան, ես ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, թե ինչ իրավունք ունեք դուք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես մարդ։ Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել Եվրոպական դատարան։ Եթե դուք ասում եք, որ այդ գումարները չի լինում, դուք չեք ստանում օգնությունը, Հայաստանում էլ կան պետական մարմիններ, չէ՞, որոնք աշխատում են շատերը կուրսերը չէր, որը դες աջակցությունը ա եղես, ճիշտն ասած, շատերը այդ հենց շահառուները իրանք այստեղ զարմացել են, որ ոնց դες բան կա, մեզ սենց են արել, նենց են արել, բայց մենք որպեսզի չլինենք բամբասող ինչ-որ մի կերպարներ, որ ասենք նստած ենք, ստեղ կոֆե ենք խմում, բամբասում ենք։ Եթե ռեալ փաստեր եղավ, ես ձեզ ուղղակի կտամ դուք ուսումնասիրեք այդ փաստերը, ըստ այդմ դուք ուղղորդեք մարդկանց, ոնց ինչ որ մի տեղ դիմեն դե չդիմեն, թե դուք այդ հարցին լուծում կտաք։ Ես ուզում եմ, որ այդ գումարը, որ ուղղորդվում է Հայաստան, ինքը չծառայի ինչ որ մի խմպակի համար։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանում ասենք 10000 դրամի թոշակը բարձրանում է, 10000 դրամը դա ոնց ես ասեմ 20 եվրոյի մասին է խոսքը, բայց չինովնիկները 7-8 եւ տասնյակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում։ Հայաստանում սոցիալական անարդարությունը հասել է այն աշճանի, որ դուք չեք պատկերացնում ինչա կատարվում, ինչպիսի տարանջադում կա, ասենք մի խավի համար եւ մյուս խավերի համար, ինչքան մեծ է տարբերությունը։ Մարդիկ գոյասական խնդիր են լուծում այսօր։ Ամեն օրի աշխատանքով, այսօր իր մոտ ստացվեց աշխատանքը, ինքը իր երեխային կկերակրի, չէ, ուրեմն սոված է մնալու։ Դեսները շատ են, ահա որ շատ է։ Դրա համար ես ուզում եմ Եվրոպան, որ այդպես լավ բարի, եթե դու ինքդ ունես այդ ապացույցները, որ դու կարող ես հիմնավորել այդ ամեն բանը, դու գիտես արդեն ինչպես կարողանաս կապնվել ինձ հետ։ Կտրամադրես բոլոր այդ տվյալները։ Անպայման։ Ներկայացնենք որտեղ որ պետք լինի։ Շատ շնորհակալ եմ։ Դու գիտես թե ում հետ կարող ես կապնվել եւ կարող ես ուղարկել նաեւ պաշտոնական մայլ, Էլփոստի հասցեին։ Ուղարկեմ, երկուսի դեպք ուղարկեմ։ Շատ լավ։ Հենց կապված Արցախայցյան հետ կոնկրետ։ Շատ լավ։ Պարոն Հակոբյան, թույլ տվեք, եթե բան ունեք ավելացնել, ես այս ժամանակ կդամ, թույլ տվեք մեր այս առաջին փորձը իրար հետ եթեր ունենալու համարեմ հաջող, հեսա մեր մարդիկ գրեն ներքևից լավն էր, թե լավը չէ, իրանք արձագանքելու են, եւ ամեն դեպքում ես ուրախ եմ, որ Եվրոպայից մենք ունենք հայ ազգի sense ներկայացուցիչներ նման, իրոք շատ հազվադեպ անգամներ է, երբ որ հայ ազգի լավ հայորդին, որը սիրում է իր հայրենիքը նույնպես հայտնվում է նման ձև, թե ժողովրդավար այդ ձեր կուսակցության նախագահ լինելով, թե դեպուտատ Եվրոպարլամենտ, ես ուրախ եմ, ես իրոք մի շաբաթ է ուրախ եմ։ Ինչ կարգախոս ունեմ, եւ դա կարգախոս չի կոչվում, Եվրոպայում գտնվող ոչ թե միայն Եվրոպայում, ամբողջ աշխարհում գտնվող հայը ունի պատասխանատվություն մյուս հայրենակցի հանդեպ եւ պարտավորված, ես այդպես եմ մտածում, որ ամեն մի հայ պարտավորված պետք է օգնի, թե ինչով կկարողանա դիմացի հայրենակցին։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, եթե ինչ-որ բաներ ունեք մեր ժողովրդին, ես տեղադրելու եմ, ես իմ եթերը ձեր հետ տեղադրելու եմ սոցցանցերում, դուք կարաք հիմել խոսեք, մի ամիս հետո էլ ես ձեր ասածով, այնպես որ ինչպիսի ուղերձ կանեք դուք մեր ժողովրդին ընդհանրապես այս դժվարին պահերին ինչ խորհուրդ կտաք, ինչպես ինչով առաջնորդվեք։ Անգամ այստեղի падգամավորները ասում են այն ժամանակ, երբ որ հայերը համախմբվեն, կլինեն տարեր առաջ ինչպես եղել են աշխարհակալ։ Դա եվրոպական падգամավորներն են ասում։ Իմ ուղերձն է մեր շատ սիրելի հայրենակիցներին Համախմբությունը դա համար առաջի ուժն է։ Պարոն Հակոբյան, իմ հարազատ
Այսպես կարամ ասեմ արդեն մեր շաբաթվա մեջ ինչքան որ ինֆորմացիա եմ հենց աշենի կա որ այս մի հատ կորած բարեկամ եմ գտե իրոք շատ հբարդեմ որ դուք կայացման այդ լավ փուլի մեջ եք աստված տա ձեր բոլոր իղձերը կապված ձեր անձնական ձեր քաղաքական ճանապարհին ամեն ինչ աստծո ձեռքը ձեր գլխին անի դու մեր հայրն ես մենք քո համար երկրպագ ծապը արելու ենք ամեն մի հաջողությանը որ դուք ունենալու եք ամեն դեպքում ես նադայել չեմ անի բայց բարբերական ձեզ կինֆորմացնեմ թե Հայաստանում ինչ է կատարվում որովհետեւ դուք էլ լավ հասկանաք թե իրականությունը որտեղ է թաքնված շատ շնորհակալ եմ համ ձեզ համ այն անձնավորությանը որ մեր մեջ կապը հաստատեց հույսով եմ յուրաքանչյուր պահի երբ դուք խոսք ունենաք հղելու մեր ժողովրդին իմ եթերները թե ոդկասթային տարբերակով թե այս տարբերակով ձեր առաջ 24/7 բաց է յուրաքանչյուր պահի կազմակերպեմ անգամ քնիցս արթնացնեք կկազմակերպեմ ձեր այդ եթեր եթե խոսք ունեք ուղղելու մեր հայ ժողովրդին շատ շնորհակալ եմ Քեզ նույնպես Արսեն ջան, շնորհակալ եմ հրավերքի համար, շատ հաճելի է ծանոթանալ քո հետ։ Եվ հետագայում դեռ կլինենք կապի մեջ, եթե ինչ-որ մի բան կարողանանք նաև մենք այստեղից աջակցել մեր հայրենակիցներին, հավատացեք մենք պատրաստ ենք մեր ամբողջ թիմով։ Սալյուտ։ Հաջողություն։ Ժողովուրդ ջան կներեք որ ձեզ չբարձրացեցի, տեսնում եք ֆորս մաժորային է, մեկ շաբաթից ավել պատրաստվել ենք այս եթերը ունենալու, հնարավորինս փորձել ենք պահենք գախնի, որպեսզի խանգարողները քիչ լինեն, բայց չեմ ուզում գնամ այս այն հավանականությամբ, որ սա ինադու են արևան, բայց ժամը 9-ին անջատեցին, որտեղ միշտ 9-ին եմ ելնում, հիմա էլ ամենաթեժ պահին անջատվեց, ասված տա դա իմ համար ֆանտազիա լինի, եթե սուդը լինի, դա չլինի, ամեն դեպքում յուրաքանչյուր հայ, ով պայքարելու է, անկախ իր որտեղից լինելուց, անկախ նրանից, որ ինքը Արցախից է, Գյումրիից է, Բելգիայից է, Ֆրանսիայից է, Վաշինգտոնից է, Մոսկվայից է, թե Վլադիվոստոկից է, յուրաքանչյուր հայս պետքա ցավանք իրենց ցավով եւ պետքա ուրախանանք իրենց ուրախությունով, յուրաքանչյուրս ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ես լուրջ եմ ասում, ֆորմուլա չկա ուրիշ։ Մենք միջև չենք միանում, մեր մոտ ամեն ինչ սև է գնում։ Երբ որ մենք միանում ենք, մեր մոտ ամեն ինչ գնում է հայավարի։ Չփորձենք բաժանվենք Ռուսաստանա բնակներով եւ Եվրոպա բնակներով։ Հավատացած եղեք, իմ համար տարբերություն չկա, որ հայն է, որտեղից է։ Իմ համար կայացածը Մոսկվայում նույնպես իմ հարազատն է, Բելգիայում նույնպես Վաշինգտոնում նույնպես, Անտարկտիդայում կայացված հայն էլ է իմ համար նույնը։ Ես ամեն տեղ գնալուց, երբ որ հայ եմ տեսնում, ես ինձ բարեկամ եմ համարում։ Ու ամեն դեպքում ես ինձ աբահով եմ համարում, այդ պետությունում կամ այդ քաղաքում։ Ասում եմ, եթե իմ հետ ինչ-որ բան կատարվի, ես կարամ դիմեմ իմ հայից։ Ես կարամ ամբողջական հույսս դնեմ տեղի համայնքին։ Խնդրում եմ ձեզ, թարգեք իրար, թիրախավորել հայոյանքները։ Սա քաղաքական ընդրություն է այսօր, որ մենք անում ենք։ Դրա մեջ նույնպես կան կարմիր գծեր։ Երբեք թույլ չտաք ձեզ քաղաքական հայացքների համար մարդկանց հայոյեք ընտանիքներ կամ ընտանեկան ինչ-որ պատմությունների մեջ մտնեք, ցեխոտ, կեղտոտ այդ անգողնային դուրս հանեք։ Դա մերը չի։ Մենք շատ լավ ազգ ենք, ժողովուրդ ջան։ Արեք մենք ցեղ չդառնանք։ Արեք մենք ազգ մնանք։ Ես շատ ազգերին անգամ նրանց ովքեր մեր կողքը ապրում են նախանձում եմ արդեն ժողովուրդ ջան բարի նախանձով նախանձում եմ օրինակ ես մի հատ օրինակ եմ բերում որ բայց չասեք էլի Արսեն այդ ինչ օրինակ է Եզդի համայնքը բրավո Եզդի համայնքին ինչ եմ ասում բրավո իրենք ունեն սրբատեղ որտեղ աղոթում են աղի լճում Հայաստանի Հանրապետության վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը այցելեց իրենց տոնի հետ կապված եկեղեցին եզդիների։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավորվեց ոդաբոբիկ մտնել սրբատեղ։ Ոդաբոբիկ հանեց կոշիկները եւ մտավ մեր եզդի եղբայրների եւ քույրերի սրբատեղ։
Ես հարց եմ հնչեցնում։ Մեր սրբությունները ինչի մենք չենք սիրում։ Ինչի մենք մեզ կարանք թույլ տանք դուր ջարդել Սուրբ տաճարում։ Ինչի մենք մեզ կարանք թույլ տանք թքենք Սուրբ տաճարի բագում։ Ինչու մենք մեզ կարանք թույլ տանք կարճ յուբկեքով գնալ ու չոքել սրբապատկեր համբուրելու կամ խաչ համբուրելու համար։ Ինչու մենք չենք սիրում մերը, ժողովուրդ։ Ինչի չենք հարգում։ Քանի մենք մերը չենք հարգում, մերը ոչ մեկ չի հարգի։ Չի հարգի, ուղղակի չի հարգի։ Եզդի ազգը հարգում է իր սրբությունները եւ քեզ պարտավորեցնում է, սա է իմ պայմանս։ Դու որբիսի ներս մտնես, դու պետքա քո ոտքերը հանես, կոշիկներդ հանես ու ոտքերդ մաքուր ներս մտնես։ Սա խորելու, մտածելու տեղիք է տալիս։ Բայց ամեն դեպքում քաղաքական պայքարը չվերածեք միջազգային բախումների հարթակի։ Քաղաքականությունում կա երկու ճանապարհ։ Կամ դու պոպուլիստ ես, կամ դու իրական պոպուլիստ հաղթող ես։ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, այսինքն ինչ է նշանակում պոպուլիստ։ Երբ որ ինքը ասում է այն, ինչ որ դու ուզում ես իմանալ, բայց չհիմնավորելով թե ոնց է ինքը դա անելու, կամ չի էլ պատրաստվում անել։ Քաղաքական պայքար օրակարգ է ձևավորում Նիկոլ Փաշինյանը, ունես այդքան գաղափար, ունես այդքան խելք, կոտրի իր օրակարգը քաղաքական դաշտում, հիմնավորելով, որ ինքը սխալ է ասում, բայց նույն հիմնավորելու հետ միասին դու պետքա կարողանաս քոնը ասես։ Դու պետքա պարտավոր ես ասել, այս դեպքում ես սենց կանեմ, որովհետեւ դու չդառնաս մենակ քննադատող։ Մենակ քննադատելով ոչ մեկ ոչ մի բանի չի հասնի, ժողովուրդ։ Ես վերջի վիդեոռոլիկս որ գցել եմ, ուղղված Սամվել Կարապետյանին եւ Նարեկ Կարապետյանին, այդ որ դուք թվարկում եք Նիկոլ Փաշինյանի սխալները, ես ամբողջովին կիսում եմ ձեր հետ։ Այ դուք ինձ ասեք ինչպես եք դուք ուղղելու այդ սխալները։ Ես ձեզ ոչ թե ընտրում եմ նրա համար, որ դուք ինձ մատնանշեք, ես առանց ձեզ դա տեսնում եմ։ Ես ձեզ ընտրում եմ նրա համար, որպեսզի դուք գաք դա ուղղեք։ Բայց եթե դուք ասում եք մենք պետք է համակերպվենք այսօրվա եղելության հետ, այսինքն ես դրա մեջ հասկանում եմ։ Արցախը դուք ճանաչում եք Ադրբեջանի կազմի մեջ, Թրիպի ճանապարհի հետ խնդիր չունեք։ Մնացածը ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ մի բանի հետ դուք խնդիր չունեք։ Բացի հեծի pedagoganացման, բացի նրանից, որ դուք ինչ որ 5 կետեր եք առաջ քաշում, 0% եք առաջ քաշում, շատ լավ եք անում, բայց անվտանգային ոչ մի խնդիրների մասին չեք խոսում։ Իմ համար շատ տարակուսելի է եւ անհասկանալի է, ինչու Ադրբեջանի հետ աշխատած գեներալը հայտնվեց Հայաստանում եւ ձեր կողքին։ Իսրայելի գեներալի մասին է խոսքը։ Ադրբեջանցիների հետ աշխատած գեներալը ինչ ձևով հայտնվեց ձեր կողքը։ Ես շատ հարցեր ունեմ ձեզ տալու, բայց չեմ ուզում դրանք բարձրաձայնեմ, չվնասելով հանդիմադիրներին, կուզենամ նորից եմ ասում, փակ հանդիպման ժամանակ ձեզ այդ հարցերը ձեր աչքերի մեջ նայելով հարցնեմ։ Նորից եմ ասում, Հայաստանը չեմ տալու ոչ մեկիդ։ Սա փորձադաշտ չի, սա ռևանշիստների տեղ չի։ Ամեն պրախադիմեց Հայաստանում չի կարող լինի թակավոր։ Դա իմ սկզբունքն է։ Արժանի եղար, կգամ կօգնեմ։ Արժանի չեղար, քեզ քննադատելու եմ։ Անկախ ամեն ինչից։ Մեծամիտ եղար, չեմ հարգելու քեզ։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն ձեզ, որ մեր հետ եք։ Շնորհակալություն կներեք տեխնիկական այս խնդիրների համար, իրոք ինձանից կախված չի ոչ մի բան։ Արցախահայությանը, ովքեր նստած են այստեղ, դուք ձեր ականջներով լսեցիք ինչու մասին էր խոսվեց։ Եթե կան այդպես խնդիրներ, մենք կփորձենք վիդեո նկար անենք, փաստավորենք, տեսնենք այդ գումարները ուր գնացին վերջո։ Ում են ծառայում այդ ձեզ ուղղված գումարները։ Եթե ձեզ են տվել, ես կծապահարեմ ուղղակի այսօրվա կառավարությանը, կասեմ ապրես որ դու կոպեկ առ կոպեկ տվել ես Արցախահայությանը։ Եթե չեն տվել, ուրեմն իրանք որպես ժուլիկներ պետք է Եվրոպայում հայտնվեն։ Այսինքն իրանց մասին պետք է խոսան Եվրոպայում։ Լավ մնացեք, բարի գիշեր, կհանդիպենք։ Ես շուտով արդեն ակտիվ դրսում եմ ակտիվ աշխատելու, հիմնականում աշխատելու եմ Շիրակի
մարզի հետ, քանի որ Շիրակում շատ մեծ խնդիրներ կան այդ պայքարի ամեն ինչի հետ, ես լինելու եմ այնտեղ, լինելու եմ անաչառ, իմ համար հայը, կապ չունի, որ կուսակցությունից է, բայց եթե չափերն ասնում է Թուրքի հետ եղբայրությունա քարոզում, ինքը չի կարա իմ համար հայը անվանվել։ Լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։ Դոնալդ ջան, քեզ էլ նվերների համար կներես այդ բանը չէի ուզում ընդդադել, շատ շնորհակալություն քո աջակցության համար, եղբայր։ Շատ կարևոր է քո աջակցությունը։ Բոլորիդ շնորհակալություն, լայքերի համար ժողովուրդ ջան 266, շնորհակալություն։ Կներեք, որ չբարձրացրեցի ձեզ, մնաք հանդիպենք նորից։ Բարի գիշեր։